Պարոն Սաֆրասյան, բարբերաբար անդրադառնում եք Իրան-Իսրայել հակամարտությանը, հետևում եմ ձեր գրառումներին, այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ինչպես պիտի դիրքավորվի եւ արդյոք adekvat է այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը ստեղծված իրավիճակին։ Տեսեք, մենք ունենք փաստեր հետևյալն են, որ Հայաստան առաջիններից էր, որ դատապարտեց Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Եվ երկրորդը ինչ շատ կարևոր էր ինձ համար այն լուրը, որ այսօր եղավ, որ Հայաստանի արտգործնախարարը մեկնելու է Չինաստան եւ հանդիպելու է Չինաստանի իր գործընկերոջ հետ։ Եվ նաև տեսեք այսօրվա այս գիտաժողովի ժամանակ ռուսական դեսպանատան ներկայացուցիչը բարձրաստիճան հայտնեց, որ մենք խորհրդակցում ենք Հայաստանի ղեկավարության հետ, այսինքն Ռուսաստանի հետ խորհրդակցելը ես համարում եմ կարևոր շատ։ Ես կարծում եմ, որ չեմ մանում ուրիշ փաստ, ես չեմ իմանում, ես կարծում եմ, որ չեմ մանում ուրիշ փաստ, ես չեմ իմանում ում հետ են խորհրդակցում ինչ են անում, բայց այն ինչ որ լսել ենք, դա ես կարծում եմ կարևոր է։ Լսել ենք, բայց նաև տեսել ենք Հայաստանի եւ Թուրքիայի այսպես երկխոսության փորձը, այստեղ տեսակետ հնչեց Թուրքիայի անմիջական ներգրավվածության մասին հակամարտության մեջ, սա արդյոք չի վտանգում այս տեսանկյունից Հայաստանի դիրքերը եւ նաև եւս մեկ հարց ուր կտանեն մեզ Ստամբուլյան բանակցությունները, հաշվի առնելով նաև դրան հաջորդած ԻՀԿ հերթական նստաշրջանում ընդունված բանաձևը, որը փաստացի Հայաստանի Հանրապետության դեմ է։ Այո։ Տեսեք, ես չեմ կարծում, որ կապ ուներ հանդիպումը Ստամբուլում Թուրքիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջև Իրано-իսրայելական հաջորդ Իսրայելի եւ Իրանի պատերազմի հետ հավանական է ավելի վաղ էր որոշումը ընդունվել, որտեղ մենք գիտենք, որ մեր փոխնախարարը այնտեղ մեկնել էր նախապատրաստելու համար այցը դեռ շաբաթ առաջ։ Ես չեմ կարող ասեմ, թե ինչ այսպես ընթացք կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդհանուր տպավորությունը այն է, որ այցը սկզբունքային նոր ինչ-որի բան չի բերի, եւ Թուրքիան իր դիրքորոշումը կպահպանի, իսկ Թուրքիայի դիրքորոշումը այն է, որ ինքը հենց Էրդողանն է դրա մասին բազմիցս հայտնել, որ միջև Ադրբեջանի հետ պայմանագիր կամ համաձայնագիր չստորագրվի, Թուրքիան ոչ մի քայլեր չի ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով։ Ես կարծում սա կպահպանվի եւ այցը ոչ մի արդյունք չի տա այդ առումով։ ԻՀԿ ընդունած բանաձևը։ Այս գիտեք, այսօր ես դա կարդացի, իհարկե դա շատ վտանգավոր է։ Ինչ առումով վտանգավոր, որ կարողանում է Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ իր այդ մոտեցումները տարածել մի շարք երկրների վրա, մոտ 40 երկիր է մասնակցել, եթե չեմ սխալվում, նույնիսկ 57, որոնցից շատերը Հայաստանի բարեկամ երկրներն են, որոնց հետ մենք ավանդաբար ունենք շատ լավ հարաբերություններ։ Սա մեր արտգործնախարարության ձախողումը կարող ենք համարել։ Չեմ կարող ասեմ, իրենք ունեին ինֆորմացիա, թե չունեին, եթե ինֆորմացիա ունեին, պետք է ամեն ինչ անեին, որ դա չլինի, եթե ինֆորմացիա չունեին, ուրեմն դա շատ վատ է, որ չունեին, որ կարողացել են այնպես անեն, որ Հայաստանի արտգործնախարարությունը չի իմացել, ամեն դեպքում դա իհարկե հարված է Հայաստանի հեղինակությանը։